Այսօր ապրիլի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետր հատվածում բախվել են ԴԱՖ Մակնիշի բեռնատարն ու ՎԱԶ-21014-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Սպիտակ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԴԱՖ բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում ամրաններով։ Մահացածները Պաշտպանության նախարարության զինծառայողներ են եւ գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող ՈՒԱԶ-ները։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ Պաշտպանության նախարարության պոլիգոններում։ Նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Այս պահին պոլիգոններ են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի վիրավորի ինքնությունը եւ դեպքի հանգամանքները, հայտնում է Շամշյան.com-ը։ Հայտնել էինք, որ որոնվում է անչափահաս երեխա Զախարյան Ալեքս Յուրիկին 14 տարեկան է, բնակվում է Խաչփարում, վերջին անգամ նրան տեսել են Հայանիստում 30.03.2026-ին ժամը 14:00-ի սահմաններում։ Քիչ առաջ հայտնի է դարձել, որ 14-ամյա որոնվող տղան հայտնաբերվել է, վերջինս հայտնաբերվել է Հարակից գյուղում, նա գնացել էր այնտեղ իր հավանած աղջկան տեսնելու։ Ռաֆայել Երանոսյանը տարածել է մի աղջկա վերաբերյալ հայտարարություն ու գրել. Լիլիթը մեր օգնության կարիքն ունի։ Նշենք, որ 2021 թվականից մինչ օրս տվյալ աղջիկը պայքարում է քաղցկեղի դեմ, այս պահին ստանում է քիմիոթերապիաներ, սակայն բուժումն արդյունավետ չի ընթանում։ Նոր բուժումների եւ բժշկական միջամտությունների միջով պետք է անցնի, որոնց համար շատ միջոցներ են պետք։ Ես հանդիսանում եմ 2 անչափահաս երեխաների միայնակ մայր։ Արդիր տեղադրված է հիվանդությանս էպիկրիզները։ Ես հավատում եմ, որ ամեն մեկից փոքրիկ ներդրումն անգամ անհնարինը կդարձնի հնարավոր։ Ներկայացնում ենք Առաքելյան Լիլիթի հիվանդության մասին պատմող փաստաթղթերը։ Շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Շատ հաճախ այս ընտանիքը օգտագործում է իր մեծ լսարանը ի գիտություն դարձնելով այս կամ այն մարդու առողջական խնդրի մասին։ Այսօր եւս բացառություն չէ։ Արամ Մելիքյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երիտասարդ աղջկա Լիլիայի առողջական խնդրի համար գումար է հարկավոր, նա պետք է մեկնի Գերմանիա, որպեսզի կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում։ Ներկայացնում ենք Արամ Մելիքյանի տեսաուղերձը հաջորդ թիվ։ Ես ընդհանրապես, երբ որ նմանատիպ վիդեոներ եմ անում, ուրեմն կամ անձամբ ճանաչում եմ, կամ իմ ընկերն անձամբ ճանաչում, այս պահին էլ մի աղջկա համար եմ ասում, որը բավականին լուրջ խնդրի մեջ է ու մի 7-ից 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, որովհետև իր ոսկրածուծը աշխատում է ընդամենը 20%-ով, շտապ գործողություն պետք է արվի, բավականին լուրջ, խոսքը Լիլիա Քոշատաշյանի մասին է, ես իմ էջը կթողնեմ, ովքեր որ կփորձեն կամ կուզեն ցանկանան աջակցել, ասեմ, որ աղջնակի էջում ամբողջ ինֆորմացիան կա, նա ընդամենը 16 տարեկան է ու բավականին լուրջ խնդրի մեջ է այս պահին։ Ինչպես նշեցի, շտապ պետք է մեկնի, եթե չեմ սխալվում, մի 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, դրա համար ովքեր որ կցանկանան աջակցել, օգնել, հա, կամ չերեզ այդ վիդեո ուրիշին գտնեն, որ օգնի, ոնց որ այս վիդեոն հենց դες համար է, գնացեք հղումով, գնացեք աղջկա էջ, հուսով եմ ամեն ինչ լավ կնի։ Ամերիկա բնակ սիրված երգիչ Արմենչիկն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել, այդպիսով հրավիրելով իր հետևորդների ուշադրությունը։ Նա տարածել է երիտասարդ աղջկա հայտարարությունն ու խնդրել միանալ դրամահավաքին։ Բարև, ես Լիլիան եմ, 16 տարեկան, ով այս պահին ունի ձեր օգնության կարիքը։ Ես արդեն 1 տարի է ինչ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինձ մոտ ախտորոշվել է միելոդիսպլաստիկ համախտանիշ, ինձ շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արժե $40,000, 15.800.000 դրամ։ Կից կներկայացնեմ հիվանդության հետ կապված փաստաթղթերը եւ տվյալները գումարը փոխանցելու համար։ Միայն տարածելն արդեն մեծ օգնություն կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։ Ստորև նշված են նաեւ հաշվահամարները, որով կարող եք փոխանցումներ կատարել։
Այս հայտարարությունն իր ինստագրամյան էջում տարածել է սիրված երգիչ Արմենչիկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ներկայացրել էինք երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին տարիներին էլ ավելի ակտիվ է։ Նա ինստագրամյան հարթակում ևս մեծ ակտիվություն է ցուցաբերում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ անելով, ցույց տալով իր ընտանիքի երեխաների մասնակցությամբ կադրեր։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը նաև օգտագործում է իր հետևորդների մեծ բանակը օգնելով տարբեր մարդկանց։ Այսօր երգչուհին տարածել է օգնության մի կանչ, որտեղ նշվում է, որ փոքրիկ Միքայելը պետք է ապրի։ Երգչուհի Սիլվա Հակոբյանի տարածած հայտարարությունը հետևյալն է. Փրկենք փոքրիկ Միքայելին, ունի սրտի անբավարարություն, անհրաժեշտ է վիճակը Հայաստանում ստաբիլացնելուց հետո տեղափոխել արտերկիր եւ կատարել սրտի փոխպատվաստում, անհրաժեշտ է բոլորի օգնությունը, խնդրում եմ օգնել, անտարբեր չանցնել։ Այսպիսով Սիլվա Հակոբյանը փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս ձայնը լսելի դարձնելու համար։ Երգիչ սպիտակցի Հայկոն Հայկ Ղևոնդյանն ինստագրամյան հարթակում տարածել է օգնության կանչ։ Ընկերներ ջան, խնդրում եմ, ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներայի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 11 տարեկան Վեներան տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Երեխան ունի հենաշարժողական լուրջ խնդիր, չի կարողանում լավ քայլել։ Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ ևս մի քանի կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Վեներայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար։ Ընկերներ ջան, երեխայի ծնողները հիմնական աշխատանք չունեն։ Ընտանիքն ապրում է Վեներայի թոշակի եւ օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով։ Նշեմ, որ Վեներան նաեւ ունի ոտքի շատ լուրջ խնդիր, անհրաժեշտ են բժշկական կոշիկներ։ Մայրը ներկապահին գտնվում է հիվանդանոցում, հայրը ևս ունի առողջական լուրջ խնդիր։ Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել, ապրում են անմարդկային վատ ու ծանր պայմաններում, նախնական բուժման համար անհրաժեշտ է 400,000 դրամ։ Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար եւ Իդրամ հաշիվ։ Ահա այս հաղորդագրությունն է տարածել ինստագրամյան հարթակում Սպիտակցի Հայկոն, ով ըստ ամենայնի որևէ առնչություն չունի աղջկա հետ, սակայն փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս աղջկան օգնելու համար։ Նետկարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակում նվօգնության խնդրանքով է դիմել. Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղուկ աղցկեղ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում եւ տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթայի հետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի եւ մետաստատիկ օջախների աճ։ Այսպիսով Էդգարի Գիտյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել Դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան էջում տարածել է ինստագրամյան հարթակում հրապարակված մի օգնության կանչ, որը ներկայացնում ենք ձեզ։ Օքսանա Սուլթանովայի մոտ լուրջ հիվանդություն է, որի համար անհրաժեշտ է թանկարժեք բուժում։ Սկզբնական ախտորոշումը ագրեսիվ սուր էնդոմետրիոզն է, ադենոմիոզ, աղիքների էնդոմետրիոզ եւ այդպես շարունակ։ Երիտասարդ աղջկա մոտ արնահոսություն է։ Գևորգ Գրիգորյանը տարածել է այս հրապարակումը եւ խնդրել մարդկանց օգնել եւ մաքսիմալ տարածել։